Ես առավոտորակերտից եմ մի հարց, Ադրբեջանը արտաքսների վերադարձին հակադարձում է ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Դեպքում Հայաստանը չի կարող արդյոք Ադրբեջանին հակադարձել Բաքվի, Սումգայիթի և Գանդաշի հայերի վերադարձը իրենց բնակավայրեր։ Այդ հարցերը հնարավոր է բարձրացնել։ Հիմա նայեք ինչումն է հարցը։ Ես էլի եմ ասում, այդ արհեստական նարատիվները, որոնք գծվում են, դա նրանից է, որ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը նախապես պայմանավորվում է եւ համաձայնվում է այդ պահանջներին։ Ես համոզված եմ, որովհետեւ միջազգային պրակտիկայում չի լինում այդպես բան, որ չունենալով նախնական որևէ պայմանավորվածություն, այդպիսի կներեք ցնդաբանություն ասեն։ Ինչու՞։ Ուրեմն հայերը Ադրբեջանում դուրս են մղվել 88 թվականի փետրվարից մինչև 88 թվականի աշունը մենք Հայաստանում ընդունել ենք ավելի քան 260,000 հայեր։ Դա ինչ կապ ունի Արցախի հետ։ Հետագայում 89 թվականի ամռանը եւս մենք ստացել ենք 80,000-ից ավել մարդիկ։ Իսկ հունվարը 90 թվականի, որը բոլորը միայն հետ են հիշում, ընդամենը 25-ից 30,000 հայեր են եղել, որոնց որ պատմական զուգահեռով լաստանավով ուղարկել են Կրասնովոդսկ, որտեղ որ 26 կոմիսարները սպանվել են, բայց փառք Աստծո սովետական Թուրքմենստանը ընդունել է ուղղակի այնպես, որ մինչև հիմա մարդիկ շնորհակալությամբ են դա հիշում։ Դա ինչ է նշանակում, որ համադրել Հայաստանից, ես պետք է այդ խոսքը ասեմ, առոք-փառոք հայերի օգնությամբ, իրենց կապ-կարասին, իրենց ամեն ինչը վերցրած, դուրս եկած, ընդ որում ես անձամբ վկայում եմ, որ Սյունիքից դուրս եկող ադրբեջանցիները չէին ուզում դուրս գալ, ավելին, հայերը իրենց չէին ուզում բաց թողեն, որովհետև այդտեղ բնականon աշխատանքի բաժանում կար։ Եվ երբ որ ես գնացել հարցրել եմ աղուդի այդ ժամանակ այդպես էր կոչում, այդ թուրքից, որը լացում էր այդ քարն էր պաչում, ադրբեջաներին հարցրեցի, բայց ինչի եք գնում, եթե պաչում եք։ Ինքը ցույց տալով Ադրբեջանի կողմը ասեց, «Բիզա դեդելեր», մեզ ասել են։ Եվ այս բոլորը այնքան եւ գրված է, եւ ապացուցված է, եւ ավելի քան 500,000 մարդ միայն 88-ից են դուրս եկել, դրանից առաջ եւս 200,000-ի հասնող մարդիկ են, այո, Ադրբեջանից Հայաստան եւ ոչ միայն Հայաստան, անցայրացիր սովետական միությունը։ Հիմա եթե չեն ուզում օգտագործել դա, ու այդ արհեստացին եւ կներեք անմեղսունակ բերում են, համեմատում են ադրբեջանցիների 164,000 ադրբեջանցի է դուրս եկել Հայաստանից, ընդ որում Երևանից 6,000։ Այդ բոլոր տվյալները կան եւ ես դա օգտվել եմ այն ժամանակվա ներքին գործերի նախարարությունից։ Օր առօր միջև անգամ նշվում էր որտեղից են, ուր են գնում եւ որտեղից են գալիս։ Հիմա եթե դա չի օգտագործվում, մենք ինչ է, պետք է ինչ-որ նոր բաներ հնարենք, մենք պետք է ասենք, որ կրկնում եմ, սա հանցավոր պայմանավորվածություն է Ադրբեջանի, իսկ ես կասեի բոլոր դեպքերում Թուրքիայի կցորդ Ադրբեջանի եւ օրվա իշխանության պայմանավորվածություններին կապ չունի, ես չեմ սիրում, որ Թուրքիա էսեինը, ես այդ բաները չեմ, ուղղակի չեմ տալում, ես այդ ռասիստական արտահայտությունների հետ չունեմ։ Իրենք թուրքամետ քաղաքական կողմնորոշում ունեն, եւ դա հանցագործություն չէ, միջև որ չապացուցվի, որ այդ բոլորը համապատասխան մեր քրեական օրենսգրքի ուղղակի հարվածում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ մարդկային անվտանգությանը։ Իսկ դա կարելի է ապացուցել, այսքան բան։ Ես, այո, եկեք մտածենք այդ 300,000-ը։ Դա իսկապես 300,000 մարդ կա, որ ուզում են Հայաստան վերադառնալ։ Ադրբեջանը երբ որոշեց, ինչա հարցում է արել, որից մենք տեղյակ չենք։ Նաև խոսում են, որ Թուրքիան Այսինքն, այո, պետք է մարդը ինքը ցանկանա, ոչ թե պետությունը ինքը որոշի։ Այսինքն Ալիևը որոշել է ադրբեջանցիների փոխարեն, որ 300,000 մարդ պետք է վերադառնա։ Այսինքն դա պարզ է, չէ՞, արդեն այդ շինցու թիվը զուտ հռետորաբանություն։ Արհեստացին։ Հիմա եթե դա
նայենք մարդու տեսանկյունից, դուք ցանկանում եք վերադառնալ Հայաստան։ Հաստատ երևի 10,000 կամ 5,000 գուցե լինի։ Նրանք, ովքեր իսկապես Հայաստանը համարում են իրենց հայրենիք։ Հիմա ձեզ հարց տամ, քանի մարդ Ադրբեջանում Հայաստանը կհամարի, կամ քանի մարդ է պատրաստ Ադրբեջանում իրեն անվանել հայաստանցի։ Այսինքն այդ հոգևոր կապը Հայաստանի հետ կա։ Կարող է ընդամենը 1000-2000 մարդ, գուցե դա չի գտնվի։ Այսինքն այդ թիվը զուտ քաղաքական հռետորաբանությունն է, որի տակ փաստը չկա։ Իսկ հիմա եկեք հարցնենք, քանի արցախցի կուզենար վերադառնալ Արցախ։ Բոլորը։ Որովհետև դա 30 տարի առաջ չի եղել։ Այո, դա եղել է սոցհարցումներով արտահայտել է, որ Արցախ վերադարձը իր համար առաջնահերթություն է 80%։ 80, իսկ եթե ասեն անվտանգ, Արդեն 150։ իսկ հիմա դե ինքն էլ պատկերացրեք, քանի ադրբեջանցի կասի, որ ես հայաստանցի եմ ինձ համարում։ Թեկուզ թաքուն ինքը իր տանը։ Ներողություն, բայց ես ստիպված եմ միջամտել։ Նայեք, տեղին է ձեր ասածը, բայց մի քանի այլ տարբերություններ կա։ Նախ Արցախից մենք բռնի տեղահանվել ենք որպես ժողով։ Այսինքն մենք ունեցել ենք միավոր, ինքնակառավարման միավոր, Հայաստանից այնքանով, որքանով մեթոդի մասին եք խոսել, որը շատ կարևոր է, Տիկին Ալավերդյանն նշեց, իրենք գնացել են ոչ որպես միավոր, այլ որպես էթնիկ փոքրամասնություն, չէ՞։ Հաջորդը մենք բռնի տեղահանվել ենք, այդ մեթոդը, որը նշում եք, ցեղասպանության ռիսկի ներքո, ցեղասպանական գործողությունների հետևանքով, այստեղից շատերը ուղղակի վաճառել են, հետո գնացել։ Շատ դեպքերում ինքնակամ են գնացել։ Հասկաց, բայց ես տեսեք դուք ինչ որ ձևաչափով ներկա, ես մարդու իրավունքի ձևաչափով։ Հա, զուտ Ալիևը չպետք է որոշի ադրբեջանցին ուզում է։ Կամավորության սկզբում Կամավոր, դա մարդու իրավունք է։ Եվ ես կարծեմ եմ դեռ երևի 1000 կամ 2000 մարդ գտնի, որ ասի Հայաստանի իմ հայրենիքը, որտեղ սիրում եմ երկիրը։ Բայց իրենք չեն ուզում վերադառնալ։ Այսինքն Ալիևը չի ասում վերադառնան Հայաստան, ասում է վերադառնան Արևմտյան Ադրբեջան։ Բայց այն ժամանակ, երբ որ ադրբեջանցիները լքում էին Հայաստանը, իրենք չգիտեն, որ Արևմտյան Ադրբեջանն է լքում։ Իրենք այդ մասնի մասն են 2022 թվականին, որ առաջ անգամ այդ թեզը, այսինքն Ես չեմ ուզում հակաճառեմ, բայց եթե այս քաղաքականության եւ հայացիացության ներքո օրինակ վաղը հարցնեն ինչքան ադրբեջանցի է համարում Հայաստանը իրեն հայրենիքը, կարող են հավաքվել 300,000։ Ես դրա համար ասեցի, ինչ պետք է անենք, օրինակ 100,000 ներխուժում է, չէ՞։ Դա իրենց ձևն է։ Ես կոչ եմ անում դրա համար զգոնության Եվ էլի եմ ասում, մեր դեպքը այնպիսինն է, որ առաջի անգամ չի, որ հայերը հայտնվում են քաղաքակրթական բախումների առաջնագծում։ Հիմա դա հերթական անգամ է։ Սա իրոք աննախադեպ է, սա իրոք այն 30 տարվա ձեր ամագային, որ ասում են, տափովը տված է։ Հիմա մենք պետք է կարողանանք գտնենք մեր մեջ ուժ, որ կարողանանք դա վերադարձնենք։ Սա է խնդիրը, սա է հայ լինելու քննությունը, որովհետև իրենք հիմա ոգևորված են, ես ադրբեջաներեն քանի որ տիրապետում եմ, ես մտնում եմ իրենց կայքերը, իհարկե սրտ խառնոցով բանով, բայց խայտարակ բան է, իրենք շատ ոգևորված, արդեն բան են ասանք, չմոռանանք, որ այդ իրենց ազգային արյունը, որ ասում են քոչվոր, դա վիրավորական բան չի, դա նվաճումների ձգտող մարդիկ են, բան է, հասարակությունը, ինչպես ասեմ, չգիտեմ, ցեղ են, ինչ են, հստակեցնենք, որ մենք ասիմետրիկ վիճակում ենք գտնվում և այստեղ մեր կողմից պետք է ամբողջովին նորարարական մոտեցումներ մենք ցուցաբերենք։ Մեկ և երկրորդը կրկնում եմ, եթե որևէ մեկը վախենում է ճամփա ընկնել, թող ինքը նստի, սպասի մինչև իրեն ինչա սպասում։ Ես պատրաստ չեմ և կարծում եմ, որ երբ որ մենք ասում ենք հաշվարկ և այլն վիճակագրություն, մենք պետք է գործով ապացուցենք այդ վիճակագրությունը և մենք էլի պետք է ասենք 5%-ը շտեմարանի պայքարի մեր ապագայի համար դեք չենք օգտագործել։
Հաշվի առնենք նաև որ մարդկանց հոգեբանության վրա ազդում է նաև իշխանությունների քարոզը, որ եթե դրա մասին խոսում եք Հայաստանը եք վտանգում, դրա Ես չեմ կարող այդ դուք կանտրադատակ, ես այդ անմեղսունակների ասացի վրա, այն չգիտեմ ճոճվող, ինչ-որ ճոճող, չգիտեմ ճոճվող, այդպիսիների խումբը, հիմա մենք ընկերենք այդ վիճակը, պատահում է, գերմանացիները ազգ էր, որի նմանը չկար, բայց ընկել է, չէ՞ մի ինչ-որ ահավոր վիճակի մեջ, մենք չպետք է դա ունկալենք, որպես մեր թերություն, բան և այլն, մենք պետք է հասկանանք, որ պատմություն է, եկել ենք այստեղ, ստեղից պետք է դուրս գանք, վերջ։ Մենք կարող ենք արձանագրել Պարոն Ղազարյան, Չէ, կարծում եմ անդրադառնա այդ զուտ իրավական հիմք չկա, որովհետև եթե վտանգում է անվտանգությունը, անվտանգությունը ինչ առումով, այսինքն եթե անձը պահանջատեր է, ասում են, եթե այդպես շարունակենք, տարիներ հետո Բերլինից և Փարիզից կխոսենք Հայաստան վերադարձի իրավունքի մասին։ Ես չեմ հասկանում ինչ նկատում, եթե ագրեսիայի մասին է, դա Մի արեք այդպես, ստեղ մնացեք, ստեղ պայքարեք, ձեզով ասեք, մինչև հիմա ասեք, հոդաբաշ միայն ծրագիր մենք տվել ենք բնակարանային ապահովության։ Ես իմ հարցի վերջնական ձևակերպումը նայում հասկանալ, մենք կարող ենք ձևակերպել, որ ադրբեջանցիները Հայաստանից գնացել են կամավոր, ինքնակամ, մեծամասամբ, իսկ հայերը Ադրբեջանի տարածքից եւ Արցախից բռնի տեղահանվել են։ Այո, եւ ավելի քան 85% մեր հաշվարկով 91 թվականին կազմակերպությունը ուսումնասիրություն էր անում, ես հիմա չգիտեմ որտեղ կարող են գտնել դրա հետքերը, ավելի քան 85%-ը փոխանակել է իրենց բնակարանները հիմնականում Բաքվի հայերի հետ։ Ինչու ենք մենք դա արել? Ընդհանրապես ինչու ենք ուսումնասիրել։ Մենք վերցրել ենք դրանից, թե քանի մարդ կարող է քաղաքացիություն ստանա Հայաստանում այդ վերադարձնու, որոնք փախստականներից։ Եվ սկսել ենք նրանցից, ով փոխանակել է իրենց բնակարանը, տեղափոխել է իր ֆինանսները բանկային, աշխատանքի է ընդունվել սովետական ժամանակ, որովհետև սովետական ժամանակահատվածում 88-ից 92-ը 91-ի վերջը առնվազն, մենք ունեցել ենք մեկ քաղաքացիություն, սովետական միության քաղաքացիություն, և միայն բնակիչ էր այս կամ այն հանրապետության, և փաստորեն այդ ժամանակ պարզել ենք, որ ավելի քան 80,000 հայ, հիմնականում Բաքվից, փոխանակել են իրենց հրաշք բնակարանները շատ անգամ տեղով, որ հնարավոր չապրել, շատ անգամ հայտնաբերել ենք, որ նույն ադրբեջանցի մի 2-3 հոգու հետ է փոխանակել կամ վաճառել, ու այստեղ մենք դատական գործընթացների մեջ ենք։ Այսինքն մենք հստակ եւ իրենք դա գիտեն, որ փոխանակել են ու գնացել են։ Իրենց այդ պատմությունը, որ սկզբից կապանում իրենց քշել են եւ այլն, դա հնարած է եւ իրենք Սուրեն Զոլյանի բավականին մանրամասն հոդվածից հետո ստիպված են եղել ճանաչել, որ Արիֆ Յունուսովի այդքան հնարած բաները դա հնարածի են։ Այսինքն Հայաստանը ունի այնքան հստակ փաստեր, որ ես ժամանակին Բաքու ես եղել եմ 98 թվականին եւ այնտեղ ամբիոնից ասել եմ, եթե դուք ունենայիք այդքան փաստարկներ, ինչքան Հայաստանը, դուք չէիք թողնի Հայաստանը մի որևէ միջազգային հարթակ ոտը դնի։ Այն, որ մենք դա չենք օգտագործել, իսկ այսօր ընդհանրապես ուզում ենք մոռացության տակ, դա մեր մեջ է, մերն է, չէ, մենք ենք, չէ, մենք էլ պետք է դրա վրա աշխատենք։ Եվ վերջին հարցը, խնդրեմ, պարոն Ղազարյան, Արցախում մենք մոտ 30,000-ից ավել բնակարաններ տներ ենք թողել, չեմ ասում հազարավոր շենք շինություններ եւ այլն,